Նարեկ Մկրտչյանը հանդիպում է Թրամփի հետ, սա առանձին հանդիպում է, նկարվել է։ Ես եթե չեմ սխալվում եղել է ընդհանուր հանդիպում դեսպանների հետ, բոլոր դեսպանների, ովքեր ակրեդիտացված են Վաշինգտոնում, որոնցից մեկը Նարեկ Մկրտչյանն է, ինքը իրականում բավականին ծանր եւ պատասխանատու գործընթաց է վարում Հայաստանի համար, ել եմ կրկնում, գործող Տրամփի ադմինիստրացիայի IQ-ն մոտավորապես Պուտինի ադմինիստրացիայի IQ-ից մի քիչ ներքև է, դրա համար ինքը բարդ գործ է անում, ասենք ես չեմ համարում, որ իր արած գործը հեշտ է եւ իրոք զուտ բանով պրոֆեսիոնալ առումով շատ բարձր եմ գնահատում աշխատանք։ Ինչ վերաբերում է Տրամփին եւ իր հայտարարությանը, դա ակնհայտորեն ձևականություն է եւ մեյմունություն, կապիկություն է անում, որովհետեւ Փաշինյանի նախընտրական շրջանը Փաշինյանի անունը հնչել է Նարեկի շնորհիվ։ Նարեկը բանն է, ինչ է, ինքը դե գնացել է որպես քաղաքացիական պայմանագրի բաներից է, չէ՞, կուսակցության անդամներից հիմնադիր, ոչ կարևոր դեմք է։ Նախարար էր բան, ինքը նախընտրական բան է պատրաստում, սա Նիկոլը օգտագործել է ընտրությունների ժամանակ։ Տրամփը դա չի հասկանում։ Չէ, Տրամփը չի գիտակցում, Տրամփը Հայաստանի տեղը չգիտի։ Տրամփը ասել է Armenians երևի, իսկ ինչ վստահ չեմ, կամ ասել է your people։ Խիստ կասկածում եմ, որ ինքը ասել Armenian people, որովհետև կարող է ընթացքում ասել Albanian people։ Տրամփը չի կարողանում Հայաստանը տեղը բերի։ Տրամփի բոլոր կանգնեցրած պատերազմները հիմա ակտիվորեն պատերազմի մեջ են, բացի Հայաստան-Ադրբեջանից եւս մեկ ապացույց, որ Տրամփի ադմինիստրացիան զերո ազդեցություն է ունեցել այս բանի ամեն ինչի վրա։ Պատերազմը կասեցվել է եւ այս պահին չի լինում, որովհետեւ եվրոպական դիտորդական առաքելությունն է կանգնած եւ Ադրբեջանը կախված լինելով եվրոպական շուկա տրամադրվող եւ վաճառվող նավթամթերքից, այդ թվում ռուսական նավթամթերքից ադրբեջանական դրոշի տակ չի կարող իրեն թույլ տալ եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվել։ Կամբոջա, Թայլանդ, ահռելի 1.5 միլիոն մարդ Կամբոջայից դուրս է եկել շփման գոտուց, պատերազմը շարունակվում է։ Կոնգո, Ռուանդա 250,000 ապացուցված փախստական ունեն, այնտեղից որը որ Տրամփը կանգնեցրել էր։ Գազայում ոչ մի բան չկա։ Շաբաթը մեկ նոր կրակոցներ են տեղի ունենում, այսինքն Իսրայելը հիմա հայտարարում է, որ մի հատ էլ պետք է Իրանի վրա հարձակվի, էլ ինչ էր կասեցրել այնտեղ, վերջը։ Այսինքն բոլորը սուտ է։ Բոլորը սուտ է։ Էլ Ռուսաստան Ուկրաինան չասեն։ Որ ինքը ակտիվորեն փորձում է Ուկրաինան վաճառել Ռուսաստանին, ինչա դեռ Ռուսաստանից Վիտկովն ու Կուշները փոկել են ինչ-որ կոնտրակտներ արդեն անթակույց Wall Street Journal-ը հրապարակել է, որ Վիտկովի նշանակությունը ամբողջությամբ Ռուսաստանի պահանջն է եղել։ Այսինքն դա հրապարակել են, դա փաստ է։ Այսինքն Տրամփի ադմինիստրացիան միջազգային հարաբերությունները դրել է Տրամփի ընտանիքի շահերը ապահովելու համար։ Ես չգիտեմ, impeach կանեն թե չեն անի, բայց արժանի է։ Դա սկանդալային իրավիճակի։ Իհարկե, բաս ամբողջ ԱՄՆ-ն ականջների վրա կանգնած է կներեկի տարտարության համար։ Չի Էփշտեյնի ֆայլերը հրապարակում են կոնգրեսի, սենատի որոշում կա, ասենք օրենքի մակարդակի ինքն է ստորագրել է, որով սևով սպիտակի վրա գրած է, որ արգելված է ցենզուրայի ենթարկել ֆայլերը, հրապարակում են բոլոր ֆայլերը սև ներկած։ Այսինքն այնտեղ խոսքը գնում է նրա մասին, որ մի բան կա, եթե նույնիսկ ոչինչ չկա, ինչի ես անում, բայց եթե արել ես, ուրեմն մեղավոր ես։ Եվ դա բավարար է։ Նիքսոնին ավելի քիչ բանի համար անեցին։ Նիքսոնը ընդամենը մարդ էր ուղարկել, որ լսեն, տեսնան բանավեճի ժամանակ ինչ պետք է խոսան դեմոկրատները իր հետ։ Մարդուն դրին իմպիչ արեցին։ Սրանա ապացուցված մանկապիղծների հետ շփման մեջ ցույց են տալի ֆայլերը եւ հիմա տարին ամփոփում ենք առաջ գնացել ենք հիմնականում այն բաները, որոնք որ երկարաժամկետ են, որոնք վերաբերվում են Կանզասի ազգային գվարդիայի համագործակցության ուսումնամարտական հարաբերություններ, Eagle Partners-ը բանը, դա այդ ամբողջը կա, բայց այդ ամբողջը վաղուց է դրված եւ ինքը գնում է եւ հələ չի հասցրել այս ադմինիստրացիան փչացնել։ Այսինքն ինչ որ հին բաներ կան հայտարարություններ նրա մասին, որ Հայաստանը դուրս չնայած փաստաթուղթ որպես չեմ տեսել։ Ասում են, որ Հայաստանին արգելված չի վաճառել AI-ի բանի, NVIDIA-ի AI հաշվարկների համար վերջին սերնդի կամ գոնե նախավերջին սերնդի չիպեր։ Ասում են։ Չեմ տեսել, չգիտեմ, փաստաթուղթը չկա, որոշումը չկա։
ինքը հատուկ օրենքի ուժ ունի այդ արգելանքը, ոնց որ այդ օրենքի մեջ պետք է փոփոխություններ մտցվի, հետևաբար պետք է կոնգրես լինի, կոնգրեսը հիմա արձակուրդի մեջ է, հերթական անգամ վաղկոտ բանը Ջոնսոնը անեց։ Հետնահանջ չենք ունեցել, դրական են գնահատում։ Հետնահանջ չենք ունեցել։ Ինչու է կայակալսը բացահայտ հայտարարել Եվրամիության աջակցության մասին, ըստ ձեզ։ Սա եւս Չէ, քննարկում դա է։ շատ իզուր է քննարկում, դա ճիշտ ռազմավարություն է։ Բացահայտի մասին է խոսքը։ Հա, իհարկե, պետք է բացահայտ ասես, որտեղից է ապտակը ուտելու։ Այսինքն ռուսներին պաշտոնապես զգուշացում է, որ այստեղ աշխատում է Եվրամիությունը։ Նույնպես ինչպես Մոլդովայում, նույնպես ինչպես Բալթյան երկրներում, նույնպես ինչպես բուն Եվրոպայում, այսինքն սա փաստացի ուղղակի տեղեկացնում են, որ միջակատ է։ Այսինքն միջակատով է լինելու այդ հակապայքարը։ Որ իմանան ինչ է հետևանք։ Ուրիշ բան է, որ մենք առանձին նմանատիպ համաձայնագիր, համաձայնագիր չէ, համաձայնություն ունենք առնվազն Ֆրանսիայի հետ, որը ոչ մեկ չգիտի, ոչ գումարը ու լավա որ չգիտի, ոչ գումարը, ոչ մասնագետների քանակը, ոչ աշխատանքների բովանդակություն։ Ինչով է պայմանավորված այս լռությունը։ Մենք շատ բան չգիտենք։ Երջանկությունը լռություն է սիրում, ժողովուրդ, կան բաներ, որոնք չպետք է հրապարակվեն։ Օրինակ չպետք է հրապարակվի, որը սիրում է մեր վարչապետը անել, ռազմական գաղտնիք պարունակողներ, մասնավորապես սպայական անձնակազմի քանակը եւ իրենց միջին աշխատավարձերը։ Դա ռազմական գաղտնիք է։ Նորմալ երկրների բանակի այդ կազմը իմանալու համար, այդ թվերը իմանալու համար, ասենք լրտեսական ցանցեր են ստեղծվում։ Իսկ սրանք տենց բացի։ Դիլետանտությունը շատ է դեռ։ Բոլորը հասկանում են, որ հետ չի քաշվելու, եւ դրա պատճառը հիմնականում Հայաստանի կառավարությունն է, որը չի կարողանում մինչև այս ուշքի։ Տեսեք, Մոլդովայում իրանք պարտվեցին նաեւ այն լուրջ քայլերի հետևանքով, որ Մայասայդուն արեց, Սանդուն արեց, փակեց Ռուսկի դոմը, փակեց Ռոսսատրուդնիչествոն, փակեց Սպուտնիկը, արգելեց ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, Նիկոլ դա չի անում։ Այստեղ ինչ որ երեք խոսում էին խստացման մասին, որ Հայաստանի հետ կապված երևի չեք աչքով չի ընկել, բայց դեռ չի հաստատվել, դա առաջարկվել է։ Ժողովուրդ, ես վաղուց արդեն ոչինչի չեմ հավատում, մինչև օրենքի ուժ չունենա։ Մինչև օրենքը չլինի։ Որովհետև ես հիշում եք, այնտեղ բանն էլ մեր նախարարություններից մեկը նույնիսկ բանը Սալավյովի ծրագիրը թե Սպուտնիկը փակեց մոտավորապես 12 ժամով։ Եղած 2 միլիոն դրամի պատմություններ, թե 12 միլիոն դրամի պատմություններ, նրանք տվեցին, հետ բացեցին, այսինքն այստեղ ընդհանրապես խոսքը նրա մասին չի, գործող իշխանությունները, այսօրվա կառավարությունը ունակ չի Ռուսաստանի դեմ ռացիոնալ եւ հաղթանակի վրա ուղղված պայքար տանել։ Դա շիզոֆրենիա է։ Դա շիզոֆրենիա է։ Դա նույնիսկ բալանսավորված չի, դա մաքուր շիզոֆրենիա է։ Այգիք դուք Տեսեք, այսօր գիշերը, եթե չեմ սխալում, այսօր գիշերը, թե 3 երեկոյան թե բան, ոչ, հերական չի, ինչ որ 24 ժամվա մեջ, Ռուսաստանը բաները, տու 95 MS-ը, որը միջուկային զենք է տանում, բարձրացրի տարել է Նորվեգիայից ով։ Այսինքն Ռուսաստանը միջուկային զենքի սպառնալիքով Եվրոպային այս 2 օրը դրի անում։ Ու քանի որ Քրիսմաս է, ուզում են տոնը փչացնեն, վախեցնեն նորմալ։ Բունկերային առնետա, իրան թվում է թե բոլորը վախեցել, ոչ մեկ չի վախեցել, Լեհաստանը F-35-երը բարձրացրել, պարզ է այնտեղ Նորվեգիան F-35-երը բարձրացրել, ասեմ որ F-35-ը կարա գնա Մոսկվա, տրաքասնի Կրեմլը վերադառնա, ոչ մեկ իրան ոչ մի ռադարի վրա չտեսնենք, այդպես ստելսը։ Բայց ամեն դեպքում արել են, անում են, մշտապես պատերազմի մեջ են։ Ոնց կարելի է բալանսավորել հարաբերությունները ռազմական հանցագործի հետ, որը Հաագայի տրիբունալը որպես մանկապիղծ պետք է դատվի, որը միջուկային զենքի կրող բաները, ռմբակոծիչները օդ բարձրացնում, տանում քո այն մյուս ռազմավարական գործընկերոջ տարածքում, ասում ես ամբողջը կռմբակոծեմ, կոչնչացնեմ։ Դու ոնց ես կարողանում դա բալանսավորես։ Դու ոնց կարաս բալանսավորես, ասենք մարդասպանի եւ մարդասպանի զոհի միջև հարաբերությունները։
դու դատավոր չես, դու դատախազ չես, դու զոն նայող չես, դու կողքի մոլորակից չես, դու ստեղ ես։ Ճկուն քաղաքականություն։ Դա ճկուն քաղաքականությունը կառավարի Հնդկաստանը, որը 1.4 միլիարդ է։ Չինաստանը, որը 1.2 միլիարդ է։ Եվրամիությունը, որը 500 միլիոն է, որը չի վարում այդ քաղաքականությունը։ Ճկուն քաղաքականություն կառավարի Ֆիջին, որից մինչև երկու կողմերը մոտավորապես 8000 կիլոմետր ինքն է Խաղաղ օվկիանոսի մեջ խաղաղ ապրում է։ Հայաստանի Հանրապետությունը, որը ասենք հայ ազգի մի մասը էթնիկ զտման է ենթարկել հենց այս Ռուսաստանի անիմաստ քաղաքականության պատճառով։ Լավ էլ էդ եք ասում։ Մենք զրկվել ենք Հալեպից, Լատակիայից եւ բանից հայությունից բանի միջին արևելքի հենց Ռուսաստանի քաղաքականության պատճառով։ Հալեպը հավասարեցրել են հողին ռուսները։ Մենք այս ամեն ինչի մեջ ոնց կարելի է բալանսավորվել։ Ես չեմ հասկանում, այս մարդկանց մոտ շուտ բանա բզիկա, ոնց որ հոգեկան հիվանդ լինեն։ Խաղաղություն բառից հետո չոքերները թուլանում է, թրջվում է, լոզերը գնում է, նստում են, ասես Նիկոլին են նայում։ Չէ, տղեկ, այս խաղաղություն չի։ Այդ դանդաղ սպանություն է։ Արժանապատվության ոչնչացում, բոլորի մոտ անարժան ոչ մի բանի հավակնություն չունեցող ոչնչության քաղաքականություն։ Փաշինյանը ասում է խաղաղություն է, տեսեք գնացքները Ադրբեջանից ինչի Փաշինյանը վերում Հայաստան։ Փաշինյանը սխալ է ասում, Փաշինյանը սուտ է խոսում։ Էլի եմ ասում, խաղաղությունը եւ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունների եւ Իլխամ Ալիևի հետ փոխկապակցված ընկերությունների իրար բերան թքած ապրածը տարբեր բաներ են, հանցավոր ռեժիմների համաձայնությունը։ Նույն Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունները 15 միլիարդ դոլարի ոսկի են լվացել Ռուսաստանի համար, որ Ռուսաստանը երեխա սպանի եւ բռնաբարի Ուկրաինայում։ Նույն Խաչատուր Սուքիասյանը շատ մեծ հաջողությամբ Ալիևի հետ համաձայնության եկել նավթաբանանում, ընդ որում իր անկերության հետ պատասխանատուն սկզբից երթվել է Մորարև, որ իրանցը չի, հետո փաստացի ասել են բաբան, չգիտեմ ինչ ասել, երևի ասել է որ որբ է։ Ասել են, դուք ասում եք ձերը չի։ Հարցրել են լրագրողներ, ասել են այս բենզինը ձերն է, ասել է չէ։ Հետո եկել է պարզվել է Իրանն է։ Ո՞ս կարել այդ մարդկանց հավատալ։